Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ, որ այսպիսի հրաշալի հյուրընկալություն եք մեզ համար կազմակերպել եւ բացման նիստի բանախոսներին եմ շնորհակալ եւ ձեր հարցի համար դուք արդեն նկարագրեցիք ինչպիսի փոթորկահույզ վիճակում է աշխարհը դա չեմ շարունակի հիմա քննարկել բայց վերջին տարիներին 4 տարի ինչ ունենք եվրոպական քաղաքական համայնքը եթե մեկ կարևոր դաս նշեմ, ապա մենք մի հատ կարևոր դաս ենք քաղել, ինչքան խոցելի ենք, երբ ունենք չափից շատ կախվածություն։ Ցավալի գործընթաց էր դա, այդ չափազանց մեծ կախվածությունների մասին իմանալը։ Նշեմ դրանցից 3-ը։ Առաջինը չափազանց շատ կախվածությունը ներմուծված հանքահիմքային վառելիքից։ Էներգետիկան միշտ Եվրոպական միության ներքին շուկայի պարագայում արգելակող գործոն է եղել եւ այսօր գների մերձավոր արևելքի ակամարտության պայմաններում այն մեզ համար դարձել է փակուղային խնդիր համաշխարհային էներգակիրների գների տատանողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը բայց մենք ունենք նաեւ ակտիվներ, մենք ակտիվներ ունենք Եվրոպական միությունում, դա այն էներգետիկան է, որը մենք ներսում ենք արտադրում, դա վերականգնվող էներգետիկան է, հողմային, արևային, հիդրոէներգետիկա, գեոտերմալ, բիոմասա եւ միջուկային։ Եվ մենք պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի, շատ ավելի ամուր կապենք մեր ներքին արտադրության ավելի էժան ու ավելի կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ, որոնք մենք ունենք։ Եվ դրա համար շատ կարևոր է էլեկտրականացնել Եվրամիությունը, դա հիմա չեմ մանրամասն, բայց առաջին ասելիքս էներգետիկան է եւ էներգետիկան մեզ համար կարևորագույն ուղղություն է եւ այն պետք է շատ ավելի անկախ լինի։ Եվ մենք անկախ պետք է մեր եվրոպացիներիս համար էներգիա ապահովենք։ Երկրորդը իհարկե անվտանգությունն է եւ պաշտպանությունը։ Վերջին 4 տարիներին եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Բնական է եւ հենց այս պատճառով էլ մենք մոտ 800 միլիարդ եվրո ենք հավաքագրելու մինչեւ 2030 թվականը, որպեսզի անվտանգության պաշտպանության ոլորտներում արկա մեր բացերը լրացնենք։ Խիստ կարեւոր է, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ եւ կարողանանք կանխարգելման արդյունավետ համակարգեր ունենալ, քանի որ հնարավոր ռազմական ագրեսիայի լավագույն կանխարգելման համակարգը դա արդյունավետ խափանումն է, արդյունավետ նախականխումն է եւ ահա սենյակում դահլիճում մենք հավաքվել ենք, որպեսզի ավելի վստահություն ներշնչող, ավելի ուժեղ Ուկրաինայի հետ ավելի ուժեղ եւ հուսալի անվտանգություն եւ պաշտպանություն ունենանք։ Եվ իմ երրորդ ասելիքը հետեւյալն է. Եվրոպայի անկախություն չի նշանակում հայացք դեպի ներս, ընդհակառակը դեպի դուրս։ Աշխատանք համախոհ գործընկերների հետ եւ այստեղ էլ խորհրդանշական հանգամանք կա աշխատանք համախոհ գործընկերների հետ, քանի որ մեզ պետք են նաեւ կայուն հուսալի մատակարարման շղթաներ։ Մատակարարման շղթաները մեզ պետք են գործընկերներից։ Ոստի դուք ականատես եք եղել վերջին տարիներին, թե ինչպես ենք մենք ինտենսիվացրել ազատ առևտրի համաձայնագրերի մեր ցանցը Լատինական Ամերիկայի հետ, Հնդկաստանի հետ, Ավստրալիայի հետ, ես Անտոնիոյի հետ կուղևորվեմ Մեքսիկա։ Մենք ազատ առևտրի համաձայնագրերի ամենամեծ ցանցն ունենք աշխարհում եւ մենք իսկապես պետք է փայփայենք այդ համակարգը դրանով աշխատենք, որպեսզի ավելի անկախ դառնանք եւ ունենանք մատակարարման հուսալի շղթաներ, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Բաժանորդագրվեք Արմատ Մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։